առաջ մեր գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց այնպես, ինչպես սովորաբար ձերբակալում են ահաբեկչության մեջ կասկածվող անձանց։ Պատճառը բոլորիս հայտնի է։ Facebook-յան էջում գրառում, որն այո պարունակում էր վիրավորական արտահայտություններ, սակայն հիշեցնեմ, որ մեր երկրում վիրավորանքը ապաքրեականացված է։ Սա այլևս փաստ է, բայց իշխանությանը պետք է հիշեցնել, որ փաստաբանների դերի մասին ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները պահանջում են, որ պետությունները ապահովեն, որ փաստաբանները կարողանան կատարել իրենց բոլոր մասնագիտական գործառույթները առանց վախենալու, խոչընդոտների, ոտնձգության կամ ոչ պատշաճ միջամտության, դատական հետապնդման եւ դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն, ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին եւ բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաեւ չենթարկվեն նման հետապնդման եւ պատժամիջոցների սպառնալիքների։ Այս սկզբունքները նաև պահանջում են, որ փաստաբանները օգտվեն քաղաքացիական եւ քրեական անձեռնմխելությունից կատարված համապատասխան հայտարարությունների համար։ Կոչուբաևի ձերբակալությունն ու այնուհետև կալանավորումը ազդակ է բոլորին, կամ պետք է լռել, կամ էլ սպասել նման ելքի։ Կոչուբաևի հայտնի գրառումն այս օրերին բազմաթիվ անգամներ բարձրաձայնվեց տարբեր հարթակներից։ Իշխանությունը որոշում կայացրեց, որ այդ գրառման համար Կոչուբաևը պետք է պատժվի եւ պատիժը ոչ այլ ինչ էր, քան նրան գետնին տապալել եւ բերման ենթարկել։ Մինչդեռ եթե անգամ նրա գրառման մեջ կային վիրավորական արտահայտություններ, համապատասխան դիմումի հիման վրա Փաստաբանների պալատի էթիկայի հանձնաժողովում կարող էր քննվել այդ հարցը։ Այս եւ այլ իրավաչափ բոլոր ճանապարհները բաց թողնելով որոշում կայացվեց, որ փաստաբանը այնուամենայնիվ ենթակա է պատժի հենց այս եղանակով։ Եղանակի իրագործումը շարունակվեց նաև հետագայում իշխանությունների սրտի դատավոր Մասիս Մելքոնյանի մասնակցությամբ։ Բոլորն իրենց Facebook-յան գրառումներում նշում էին, որ գործը միանշանակ մակագրվելու է Մասիս Մելքոնյանին, որովհետև բոլորը վստահ էին, որ միայն նա կարող էր Կոչուբաևին տանել կալանքի։ Հիմքերը եւ մեղադրանքը այնքան թույլ են, որ մեկ այլ դատավոր, մեկ այլ գրագետ իրավաբան պարզապես չէր կարող իրեն թույլ տալ այս գործով ընդունել կալանավորման որոշում։ Դա ձերբակալություն չէր իրականում, դա ավելի շատ վրեժխնդրության եւ ցասումի սցենար էր եւ կարեւոր է արձանագրել, թե օրենքով արգելված չէ, բայց սովորույթի ուժով այլ դեպքերում չեք հանդիպի, երբ քննչական կոմիտեի տվյալ օրինակը վարչությունը, ոչ սահմանադրական կարգի հիմունքն է վարչությունը, ձերբակալման որոշումը հանձնարարի ոչ թե ոստիկանության աշխատակիցներին, այլ ԱԱԾ աշխատակիցներին։ Ընդ որում ձերբակալումը իրականացնելուց հետո քննչական կոմիտեում արդեն ԱԱԾ աշխատակիցները լքեցին եւ ուղեկցումը սկսեցին կատարել ոստիկանությունը։ Այս խնդրին անդրադարձավ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, մատնանշելով, որ վերջին շրջանում հաճախ է բարձրաձայնել փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալներին եւ էթիկայի կանոնների մասին։ Սակայն ըստ մարդու իրավունքների պաշտպանի անթույլատրելի է, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Դեպքի օրը Շենգավիթի դատարանում քննվող դատական գործի ժամանակ Ալեքսանդր Կոչուբաևի հետ էին նաեւ մի շարք այլ փաստաբաններ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով դեպքից հետո Կոչուբաևի ձերբակալումը որակեց ֆաշիստական, տպավորիչ այդ ձերբակալման մասին կիսվեց Facebook-յան իր էջում ուղիղ հեռարձակմամբ։ Ես իմ ընկերների հետ ականատես ենք եղել, թե ինչպես են ֆաշիստական ձևերով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Իրավական տեսանկյունից մի հատ փորձ ենք քննարկել, եթե կարելի է դա այդպես ինչ-որ իրավունքի նշույլ գտնել, էական չի, չգիտեմ ինչի համար են ձերբակալել։ Մարդուն փաստաբանին հանրային ճանաչելիություն ունեցող անձին, որը ոչ ասենք բան չի էլի, այդպես մի խոսքով հանրության մեջ որոշակի ճանաչում ունեցող մարդ է։ Դիմակավորված ինչի եք գալի ձերբակալման։ Ինչն է պատճառը դրա։ Այսինքն ում հետ գործ ունեք, այդպես հանցավոր խմբի ղեկավարի հետ գործ ունեք, Ուսամա Բեն Լադենի հետ գործ ունեք, փաստաբանին այդպես կձերբակալեն։ Սա նշանակում է շատ լուրջ մարտահրավեր, եթե այդպես կարելի ասել, շատ լուրջ
խնդիր փաստաբանական նաև տեսանկյունից։ Կոչուբաևի շահերի պաշտպանությանը ներգրավեցին 2 տասնյակից ավելի փաստաբաններ։ Փաստաբանական խմբի կազմում ներգրաված Աբգար Պողոսյանի դիտարկմամբ գործընկերոջ նկատմամբ իրականացվող այս գործընթացը ապօրինի հետապնդում է։ Մեղադրյալի կարգավիճակ ստանալը ամենաահավորը այս պահին կալանավոր լինելը, որևէ համադրության մեջ չեն կարող մտնել այն արարքի հետ, որը պարոն Կոչուբաևը կատարել է։ Նախ ցանկացած պաշտոնատար անձ պետք է պատրաստ լինի սուր քննադատությունների։ Այդ չափանիշները սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատանը, այո, այն անձը, որը պաշտոնատար է, նրա հասցեին ուղղված քննադատությունները կարող են նաև նրան դուր չգալ։ Եվ պարոն Կոչուբաևը զուտ քննադատություն է իր քննադատությունն է արել որոշակի շրջանակին, ընդ որում, այո, դա որոշ անձանց համար սուբյեկտիվ ընկալման համար կարող լինի նաև սուր, ես դա չեմ հերքում, բայց դա չի նշանակում, որ այդտեղ կա հանցակազմ։ Եկեք ազնիվ լինենք, լավ, սովորական այլ մարդիկ ինչ են զգում, երբ տեսնում են, որ հատուկ գործիքով կտրում են եկեղեցու դուռը։ Լավ, դա հնարավոր չէ թեթև եւ մատնելի արանքով դրան նայել։ Դա նորմալ հավատացյալ մարդու դժգոհություն է եղել։ Այո, կարող էր ոմանց դուր չգալ։ Ընդ որում ասեմ, այո, նաեւ կարող է ենթադրաբար լինել էթիկայի վարքագծի օրինակ խախտում, բայց որ այդտեղ հանցակազմ չկա, դա միանշանակ, իսկ անձը պետքա պատասխանատվություն կրի իր արարքին համաչափ։ Ըստ քննչական մարմնի Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը հիմքեր, փաստարկներ, որոնք իրավական տեսանկյունից փաստաբանների համար առնվազն անթույլատրելի են։ Եկեք անկեղծ լինենք, երբեք որևէ իշխանություն նման սանձարձակ վերաբերմունք փաստաբանների հանդեպ չի դրսևորել։ Ընդ որում չի եղել իշխանություն, որ հավան լինի փաստաբանությանը, քանի որ միշտ փաստաբանները բարձրացնում են տարբեր խնդիրներ բոլոր ժամանակներում։ Չի կարող լինել իշխանություն, որ այսպես ասած սիրի փաստաբանական ինստիտուտը, բայց դա չի նշանակում, որ նման վերաբերմունք պետքա փաստաբանության հանդեպ դրսևորվի, ընդ որում սա բացառիկ է, վստահաբար նախկինում նման դեպքեր չի եղել։ Տեսեք, ամեն ինչ սկսեց ինչ-որ մանր իրավախախտումներից եւ հիմա մենք ունենք կալանավորված փաստաբան։ Սա շատ վատ ազդակ է, վտանգավոր ազդակ է։ Եկեք նայենք քաղաքացիների աչքերով, որոնք այս կամ այլ կերպ ոչ միայն քաղաքական, այլ սովորական հարցերով կարող են բախվել իրավապահ մարմնի հետ։ Նրանք տեսնում են մի իրավիճակ, որ անգամ այն անձինք, որոնք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, նրանց իրավունքները եւս ոտնահարվում են, եւ այդ դեպքում ինչպես նրանք կպաշտպանեն իրենց։ Այս պայմաններում ստեղծվում է վախի մթնոլորտ։ Փաստաբանի հանդեպ նման վերաբերմունքը վատ ազդակ է, բայց փաստաբանական ինստիտուտը այն ինստիտուտը չէ, որի նկատմամբ որևէ ապօրինություն կարելի է հեշտ մարսել։ Ես կասկած չունեմ, որ հետ ազդակը նույնպես կլինի։ Փաստաբան Կոչուբաևի կալանավորման այս ողջ գործընթացը ուղղված է ոչ թե մեկ փաստաբանի դեմ, այլ փաստաբանական ողջ համայնքի։ Քանի որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով պետությունը հստակ ունի պարտականություն ամուր հենքերի վրա դնելու փաստաբանի անձեռմխելիությունը։ Պարզվում է, փաստաբանը մեր օրերում կարող է ձերբակալվել ինչպես հասարակ քաղաքացին, այն դեպքում, երբ նման ոճի, նման ուժի կիրառմամբ կատարված ձերբակալությունները անգամ հասարակ քաղաքացու նկատմամբ դատապարտվում են եւ միջազգային դատարաններում ունենում հաղթական ակտեր Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսօր իրավաբանական համայնքի ներկայացուցիչները վստահ են, սույն գործը չի ունենալու ավարտ, քանի որ չկա հանցակազմ։ Մեզ մնում է միայն հետևել ընթացքին եւ արձանագրել, որ դեռևս չդատապարտված փաստաբանը պատժի ենթարկվեց փողոցում իր կողմից Facebook-յան էջում արված գրառման համար։ Հանցագործության կատարման ծանրությունը կախված է սուբյեկտային կազմից, այսինքն կատարողներից։ Զարմանալի է, չէ՞ հիմա կմտածեք Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են։ Այո, սակայն կա բացառություն, դա այն դեպքն է, երբ հանցանքը կատարում է պաշտոնատար անձ, այն էլ իր պաշտոնական դիրքն օգտագործելու եղանակով։ Սա վտանգավոր տարրեր է պարունակում, քանի որ օրենքների պահպանման մշակույթի ձևավորումը նախ եւ առաջ դրված է հենց պաշտոնական լիազորություններով օժտված անձանց վրա։
Չէ՞ որ նրանք օրինակ են հասարակ քաղաքացիների համար։ Եվ հենց նրանց կողմից կատարված հանցավոր գործողությունները քրեական օրենսգրքի իմաստով առավել վտանգավոր են եւ ունեն առավել խիստ պատժի պայմաններ։ Եվ ուրեմն Երևանում գործող Պարեկային ծառայության ստորաբաժանման պետը վաճառել է քաղաքացուն պատկանող ավտոմեքենայի պահեստամասերը։ Սա դեռ ամենը չէ։ Քննությամբ պարզվել է, որ վստահված ծառայողական մեքենաները եւ դրանց պահեստամասերը այս անգամ ծառայության համար չեն օգտագործվել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությամբ բացահայտվել է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պաշտոնատար անձիկ գործելով խմբով, ծառայողական դիրքը օգտագործելով քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցների պահեստամասերը վաճառել են եւ յուրացրել շուրջ 350,000 դրամ արժողությամբ գույք։ Բացահայտված դրվագներից ամենախոշորը վերաբերում է Երևանում գործող Պարեկային ծառայության ստորաբաժանման պետին։ Քննությունը պարզել է, որ նա օժանդակողների հետ միասին 2024 թվականի դեկտեմբերին քաղաքացուն պատկանող Toyota Magnishri ավտոմեքենան վաճառել է 1,600,000 դրամով, իսկ ստացած գումարը տնօրինել է սեփական ֆոնդի համար։ Այսպիսով, պաշտոնյան դիտավորությամբ յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պետը հաջողել է հատուկ պահպանվող տարածքում գտնվող ավտոմեքենաների ապօրինի վաճառք իրականացնել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հակակոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում բացահայտվել են Պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության մի շարք դեպքեր։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության մի շարք պաշտոնատար անձինք գործելով խմբի կազմում եւ օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները 2024-25 թվականների ընթացքում ապօրինի տնօրինել են իրենց վստահված գույքը։ Մասնավորապես նրանք վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի պահեստամասերը ընդհանուր 350,000 դրամ արժողությամբ, այդ կերպ հափշտակելով վստահված գույքը։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պետը հանդիսանալով պաշտոնատար անձ եւ հասանելիություն ունենալով հատուկ պահպանվող տարածքում գտնվող ավտոմեքենաների նկատմամբ 2025 թվականի մարտ ամսին Պարեկային ծառայության մեկ այլ աշխատակցի հետ խմբի կազմում կազմակերպել են իրենց վստահված գույքի, մասնավորապես հատուկ պահպանվող տարածքում վթարված վիճակում կայանված Mercedes G Magnishri ավտոմեքենայի տարբեր պահեստամասերի վաճառքը, որից գոյացած գումարը ներառել են իրենց ֆոնդ։ Իհարկե դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է սահմանափակումները վերանալուց հետո, երբ մոտեցել է հատուկ պահպանվող տարածք եւ նկատել է, որ մեքենայի մի շարք պահեստամասեր բացակայում են։ Բացի այդ, պարզվել է, որ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը մի քանի անձանց օժանդակությամբ 24 թվականի դեկտեմբերին 1,600,000 դրամով ապօրինի վաճառել է քաղաքացուն պատկանող Toyota Magnishri ավտոմեքենան։ Ստացված գումարը տնօրինել անձամբ, ներառելով այն իր գույքային ֆոնդում։ Նույն պաշտոնատար անձը դարձյալ հասանելիություն ունենալով տարածքում գտնվող մեքենաների նկատմամբ այլ քաղաքացու, իր ծանոթ քաղաքացու միջոցով վաճառել է հատուկ պահպանվող տարածքում գտնվող 6 միլիոն արժողությամբ Toyota Magnishri, Toyota Runner Magnishri ավտոմեքենան ընդամենը $4,000 համարժեք 1,600,000 դրամ գումարով։ Նույն կերպ, երբ մեքենայի սեփականատերը համապատասխան սահմանափակումները վերանալուց հետո մոտեցել է հատուկ պահպանվող տարածք, որպեսզի իր մեքենան դուրս բերի, տեղում հասկացել է, որ մեքենան հատուկ պահպանվող տարածքում չէ։ Երբ արդեն տեղեկությունները հասել են նշված պաշտոնատար անձին, վերջինս ժամանակ է խնդրել եւ վաճառված մեքենան ետ է վերադարձրել մի քանի օր անց հատուկ պահպանվող տարածք,
Իհարկե, նշված մեքենան արդեն նախաքննության ընթացքում համապատասխան գործողությունների ավարտից հետո մեր կողմից տրամադրվեց սեփականատիրոջը։ Նույն պաշտոնյան 2025 թվականին նախապատրաստվել է վաճառել իրեն վստահված մեկ այլ անձին պատկանող 2.500.000 դրամ արժեքով մոպեդը ընդամենը 70.000 դրամով, սակայն այն չի հասցրել հանձնել գնորդին իր կամքից անկախ հանգամանքներում, ինչի հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել։ Հաջորդ դրվագով դարձյալ նույն պաշտոնատար անձը Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ պետը օգտվելով հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաների սեփականատերերի ոչ պարբերաբար այցելելու հանգամանքից, քանի որ երկարաժամկետ ժամանակով են գտնվում, վաճառել է քննությամբ չպարզված անձին մեկ Opel Magnish-ի եւ մեկ Lexus Magnish-ի մեքենաներ եւ դարձյալ բացահայտման սխեման նույնն է, երբ սեփականատերերը մոտեցել են իրենց մեքենաները դուրս բերելու համար, հասկացել են, որ մեքենաները տեղում չեն։ Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ մեղադրյալ պաշտոնյան տարբեր ժամանակահատվածներում վաճառել է մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցներ, ստացված գումարները կրկին տնօրինելով անձնական շահի համար։ Նշված պաշտոնատար անձը տեղեկանալով սեփականատերերի իրենց մեքենաներով հետաքրքրվելու հանգամանքի մասին անմիջապես ձեռնամուխ է եղել սեփականատերերի հետ բանակցություններ սկսելուն, մասնավորապես խնդրել, բանակցել է, որպեսզի հատուցի մեքենայի արժեքը, պատճառված վնասը այն վաճառով, որպեսզի հետագայում բողոքներ չլինեն։ Իհարկե մեքենաներից մեկի սեփականատերը Opel Magnish-ի մեքենայի սեփականատերը համաձայնվել է, վերջինիս գումարը փոխանցվել է, իսկ Lexus Magnish-ի մեքենայի սեփականատերը չի համաձայնվել եւ հետեւաբար հանցագործության մասին նաեւ հաղորդում է ներկայացրել։ Մեկ այլ դրվագով էլ նույն պաշտոնատար անձը արդեն այլ քաղաքացու օժանդակությամբ փորձել է վաճառել նույն հատուկ պահպանվող տարածքում գտնվող Իտալիա Magnish-ի մոպեդ, ինչի դիմաց նշված քաղաքացին նրա պաշտոնատար անձի հաշվին փոխանցել է 70.000 դրամ, իդեպ նշեմ, որ մոպեդի արժեքը համաձայն ստացված եզրակացության կազմել է 2.500.000 դրամ։ Գումարը փոխանցելուց հետո պաշտոնատար անձը քաղաքացուն է տրամադրել մոպեդի բանալիները, խոստանալով, որ համապատասխան գրանցամատյանները քննչական մարմնից, վարորդնյակ անձնով մարմնից հետ ստանալուն պես մոպեդը կտրամադրի քաղաքացուն, բայց քանի որ արդեն վարորդի շրջանակներում հնարավոր չի եղել, դեպքը բացահայտվել է, այսինքն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասել։ Ես ցանկանայի նշել, որ այս նկարագրված դեպքերի կապակցությամբ մեղադրանքներ են ներկայացվել ինչպես նշված պաշտոնատար անձին, ով գրեթե բոլոր դրվագներում էլ նշեցի վերոգրյալի մասին, ինչպես նաև մեկ այլ պարեկային ծառայակցի, որը խմբի կազմում էր գործել, եւ նաեւ երկու քաղաքացիների ոչ պարեկային ծառայության, ովքեր օժանդակել են պաշտոնատար անձին վստահված գույքը հափշտակելուն։ Այսինքն 4 անձի մասով վարույթը ուղարկվել է դատախազություն, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան քրեական գործ։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Դատական քննության ընթացքում կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները, իսկ մեղավոր անձինք պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով։
Վստահությունը երբեմն թանկ է արժենում հատկապես, երբ օտար երկրում ես եւ օգնության ձեռք մեկնողը դառնում է վտանգի աղբյուր։ Լոռու մարզում զբոսաշրջիկ կնոջ խաղաղ ուղևորությունը վերածվել է սարսափի։ Ըստ նախաքննական տվյալների տղամարդը նրան խաբեությամբ տարել է սեփական այգին, փակել դարպասներն ու սեքսուալ բնույթի բռնի գործողություններ իրականացրել։ Կնոջ կողմից ցուցաբերած դիմադրությունն ու օգնության կանչը կանխել են ավելի ծանր հետևանքները։ Ամբողջ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը ամենաապահով երկրների ցանկում է, բայց արի ուտես, որ 69-ամյա տղամարդը զբոսաշրջիկին վանական համալիր տանելու փոխարեն տարել էր իր տան բակ ու սեռական բնույթի գործողություններ փորձել կատարել վերջինիս նկատմամբ։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարազգի զբոսաշրջիկի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել են դեպքի մանրամասները, որոնք հստակ պատկերում են մեղադրյալի կանխամտածված եւ վտանգավոր վարքագիծը։ 69-ամյա տղամարդը իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատել է օտարերկրյա զբոսաշրջիկի, ով ցանկացել է այցելել Հաղպատի վանական համալիր։ Մեղադրյալը կանգ է առել խոսակցությամբ պարզել նրա ուղղությունը եւ իբրև օգնություն առաջարկել անվճար տեղափոխել նշանակված վայր։ Զբոսաշրջիկը չկասկածելով վտանգը նստել է մեքենան։ Պարզվել եւ հիմնավորվել է, որ 2025 թվականի օգոստոսի 28-ին ժամը 11:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի 69-ամյա բնակիչը երթևեկելով իր ավտոմեքենայով նույն քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ հանդիպել է ԱՄՆ քաղաքացուն, կանգնել է նրա մոտ եւ վերջինիս կողմից նրան բացատրվել է, որ ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր։ 69-ամյա անձը բացատրելով, որ ինքն էլ է այդ ուղղությամբ մեկնում, համաձայնել է նրան անվճար տեղափոխել նշված վանական համալիր։ Այնուհետև տղամարդը շեղվել է երթուղուց եւ զբոսաշրջիկին որոշել տանել իր անձնական այգի, որտեղ կողպել է դարպասները, տուժողին զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Այդ պայմաններում 69-ամյա տղամարդը տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Երթևեկելով միջպետական այնվեշ ճանապարհով խաշմերուկային հատվածը, որտեղ շրջադարձ կա, որ պետք է մեկնի Հաղպատ բնակավայր, շրջադարձ չի կատարում եւ երթևեկությունը շարունակում է նույն միջպետական ճանապարհով։ Այդ կերպ ԱՄՆ քաղաքացուն տեղափոխում է Շնորհ բնակավայրում գտնվող իր այգի, որտեղ ավտոմեքենան կանգնեցնում է դարպասներից ներս։ Այդ ընթացքում տուժողի մոտ դեռևս չհասկանալով իր նկատմամբ կատարվելիք սեռական բռնության հանգամանքը, որը առանց որևէ կասկածելի ավտոմեքենայից իջնում է, որից հետո 69-ամյա անձը դփակում է այգու դարպասները։ Միայն դրանից հետո տուժողի մոտ կանխազգացում է առաջանում իր նկատմամբ կատարվելիք ենթադրյալ հանցավոր արարքի կապակցությամբ նրա մոտ անհանգստություն է առաջանում, որի հետևանքով զբոսաշրջիկը 69-ամյա անձից պահանջում է, որ դարպասները բացի, սակայն 69-ամյա անձը իր դիտավորության մեջ գտնվող արարքը կատարելու նպատակով վերջինիս ձեռքից քաշում է, գցում գետնին, բռնի գործողություններ կատարում, ցանկանում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ, այն է փորձում է համբուրել, գրկել, հագուստը բարձրացնել։ Օտարերկրյա կինը ցուցաբերել է դիմադրություն, բարձրաձայն օգնություն կանչել եւ խափանել հանցավոր գործողությունների շարունակությունը։ Դրանից հետո մեղադրյալը դադարեցրել է արարքը եւ բացել դարպասները։ Զբոսաշրջիկի կողմից ցուցաբերված դիմադրության նրան հարվածներ հասցնելու, բարձրաձայն ճչալու այդ գործողությունների հետևանքով դադարեցնում է իր գործողությունները, որից հետո հիշյալ տուրիստը դուրս է գալիս տարածքից, ապա նույն 69-ամյա անձի ուղեկցությամբ տեղափոխվում է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն է ստանում։ Քննության ընթացքում հավաքվել են բավարար ապացույցներ, որի համաձայն 69-ամյա տղամարդու գործողությունները պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հանցակազմ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում օգոստոսի 28-ին հանցանք կատարած լինելու անմիջական օրենսակաց կասկածի հիման վրա 69-ամյա անձը ձերբակալվել եւ բերվել է քննչական մարմին, նույն օրը վերջինիս հանձնվել է ձերբակալման որոշում, ապա բավարար ապացույցների համակցության հիման վրա
որոշում է կայացվել 69-ամյա անձի նկատմամբ ՀՀ քրեական անձգրքի 198 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որից հետո վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին արձանի դատարան, որը բավարարվել է մասնակի եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 2 ամիս ժամկետով եւ 2 միլիոն դրամի չափով գրավը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար։ Երիտասարդ տղա է սպանվել գրեթե ոչնչից առաջացած վիճաբանության ժամանակ։ Սպանողն էլ ոչ ավել ոչ պակաս ընկերն է։ Հերթական անգամ վիճաբանության մասնակիցները չկարողացան զսպել կրքերն ու տեղի ունեցավ հանցավոր միջադեպ։ Երիտասարդը դանակի հարված հասցրեց ընկերոջ, ով 3 օր անց ստացված ծանր վնասվածքի հետևանքով հիվանդանոցում մահացավ։ Եվս մեկ սարսափելի դեպք, որի պատճառն ընդամենը կենցաղային բնույթի խոսակցությունն էր։ Սեպտեմբերի 13-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հաղորդում, ըստ որի Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի կտրած ծակած վերքով 25-ամյա մի երիտասարդ։ Վերջինը շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել էր Այվազովսկու փողոցից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժողին դանակահարել է Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը։ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց այն մասին, որ իրենց մոտ է դիմել 25-ամյա քաղաքացի դանակահարված վիճակում։ Մեր կողմից ձեռնարկվեց լայնածավալ քննչական օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որի արդյունքում պարզվեց, որ նշված վնասվածքը հասցրել է Դավիթ Հաշենի բնակիչ 24-ամյա երիտասարդը։ Մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Պետրոսյան փողոցից վերջինս հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց Երևան քաղաքի վարչություն, այնտեղից էլ վարույթնականացող մարմնի։ Իրավապահներին հաջողվեց պարզել, որ երիտասարդների միջև վիճաբանությունն առաջացել է կենցաղային բնույթի խոսակցության պատճառով։ 24-ամյա եւ 25-ամյա երիտասարդների միջև վեճը ծագել է անձնական հարցերի շուրջ, վերջիներս ինչ որ ժամանակ ընկերություն են արել միմյանց հետ, սակայն ինչ որ հարցի շուրջ միմյանց չեն հասկացել եւ դարձել է միմյանց փոխադարձ հայհոյանքների վիճաբանության առիթ։ Սեպտեմբերի 16-ին բժշկական կենտրոնից ստացվեց հաղորդում, տուժածը ստացված վնասվածքներից մահացել էր։ Սեպտեմբերի 26-ին Էրեբունի բժշկական կենտրոն դիմելուց հետո երիտասարդը սեպտեմբերի 18-ին մահանում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի հետևանքով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Քրեական վարույթը իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ձեր կողմից բարձրաձայնված յուրաքանչյուր խնդիր կամ քրեական գործ կարող է հայտնվել մեր եթերում, եթե զանգտակ նշված հեռախոսահամարներին կամ գրեք մեր Facebook-յան էջին։ Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է սկսել ենք կարևոր է իմանալ էջը, որտեղ ձեր կողմից բարձրաձայնված հարցերին պատասխանում են նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձիկ եւ փորձում առաջադրված խնդրի լուծման մեխանիզմներ առաջարկել։ Եվ հենց այս պահին կարևոր է իմանալ էջում հյուրընկալել ենք կոռուպցիայի եւ կանխարգելման հանձնաժողովի վարույթների եւ իրավական ապահովման վարչության նախկին պետ, ներկայումս փաստաբան, հայ-ռուսական համալսարանի դասախոս Գյուլնարա Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ինչի մասին ենք այսօր խոսելու եւ թե ինչ թեմա ենք քննարկելու, մեզ պետք է առաջարկի մեր հեռուստադիտողը, լսենք թե ինչ խնդիր է բարձրաձայնում, որից հետո կրկին տաղավարում սկսենք մեր քննարկումը։ Խնդրեմ։ Վերջին օրերին սոցիալական հարթակներում, այդ թվում հանցանքի
Վերջին օրերին Facebook-յան էջում բազմաթիվ քաղաքացիներ դիմումներով ու մեկնաբանություններով բարձրաձայնում են նույն հարցը. արդյոք մինչև նոյեմբերի 1-ը պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, եւ եթե չներկայացնեն, ապա ինչ իրավական հետևանքների հետ կարող են բախվել ապագայում։ Բարձրաձայնվում է նաեւ պաշտոնատար անձանց հայտարարագրի հարցը։ Քաղաքացիներից մեկը, ով ինքն էլ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ է, հայտնել է, որ ներկայացրած հայտարարագրում չի նշել փոխառությամբ տրված գումարի մասին։ Այս դեպքում առաջանում է երկու կարևոր հարց. արդյոք նա կարող է ինքնուրույն ուղղել այդ բացթողումը, եւ եթե չուղղի եւ թողնի հայտարարագիրը անփոփոխ, ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ։ Ամենակարևոր հարցը, որ թերևս այս օրերին հուզում է մեր քաղաքացիներին, վերջիվերջո մինչ նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել հայտարարագիր, թե ոչ։ Եթե չեն ներկայացնում, ինչ ռիսկերի մասին պետք է տեղեկացված լինեն նրանք։ Խնդրեմ։ Հարգելի Տաթևիկ, մինչ ներկայացնել, չներկայացնելու եւ դրա բացասական հետևանքին անդրադառնալը, մի քանի խոսքով կցանկանամ ներկայացնել հայտարարագրման համակարգի էությունն առհասարակ, ինչի որովհետեւ սա նորույթ էր մեր հանրության համար, որ իրենց անձնական եկամուտները պետք է հայտարարագրեն։ 23 թվականից արդեն ներդրվեց մեր երկրում համընդհանուր հայտարարագիրը, իհարկե լավ էր, որ փուլային տարբերակով ներդրվեց եւ աստիճանաբար հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող սուբյեկտների շրջանակը ընդլայնվեց, բայց այսօր առերեսվեցինք այն իրականության հետ, որ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար արդեն 26 թվականից սկսած նույնիսկ մեր կենսաթոշակառուները եւ այն անձինք, ովքեր առհասարակ չեն աշխատում, պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիրը։ Այստեղ իհարկե անհանգստություններ են հայտ գալիս, ինչի որովհետև տեխնիկական ռեսուրսների տիրապետման անհրաժեշտություն կա այս հայտարարագրերի համար, որովհետև դրանք բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով են ներկայացվում։ Բոլորից հայտնի էր նույնականացման քարտերի ձեռքբերման տևականությունը, որին առերեսվեցին մեր քաղաքացիները, բայց մտավախությունը առհասարակ կապված է նաև օրենքի պահանջների ճիշտ ընկալման եւ հայտարարման գործընթացը ճիշտ ձևակերպելու, ներկայացնելու հետ։ Ես ընդհատեմ մեկ կարևոր հարցով։ Նախագիծ է մշակվում, որի համաձայն պետք է մինչ նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը որպես այդպեսին վերացնել, բնականաբար նաև իրենց ռիսկերով։ Կարելի է ասել, որ այս նախագծով պետությունը շատ լավ հասկանում է, որ ձախողել է հայտարարագրման այս գործընթացը։ Իրականում որոշակի առումով բեռը թեթևացնելուն են միտված, հայտարարագրման համակարգը որպես այդպեսին շարունակում է լինել, յուրաքանչյուր ֆիզիկական անձ իր անձնական հաշվում պետք է ունենա տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։ Այլ հարց է, որ պետական եկամուտների կոմիտեն իր կողմից հասանելի տվյալներով նախալրացնում է հայտարարագիրը։ Այս ինքնաշխատ կերպով եւ նախագծի հեղինակները փաստում են, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում չեն էլ փոփոխում, այդ տարբերակով հանձնվում են, այսինքն բացի պետությանը հայտնի եկամուտներից անձը այլ եկամուտ որպես այդպեսին չի ունենում։ Հիմա ներկայիս նախագծով առաջարկվում է հասանելի դարձնել հաշվետու ժամանակահատվածին հաջորդող մարտի 2-ից առաջարկվում է հասանելի դարձնել եւ քաղաքացին ինքը պետք է հետևի փոփոխի արդյոք այդ հայտարարագիրը թե ոչ, եթե չի փոփոխում, ժամանակահատվածը անցնելուց հետո դիցուկ 2026 թվականի համար նախատեսված է նոյեմբերի 1-ը անցումային դրույթներով, անցավ վերջնաժամկետը, չփոփոխեց, օրենքի ուժով հայտարարագիրը համարվում է հանձնված։ Սա ստացվում է, որ 2025 թվականի մինչ նոյեմբերի 1-ը այն անձիկ, ովքեր չեն հանձնել հայտարարագիր, համարվելու է հանձնված եւ չփոփոխված։ Ըստ էության անցումային դրույթներով որոշակի կարգավորում կա այդ մասին, որ հասանելի պիտի դառնա հայտարարագիրը օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։ Բայց այստեղ ես միանգամից չեմ կարող հստակ պատասխանել, ինչի, որովհետև նախագիծը դեռևս օրակարգում ներառված չի անգամ եւ կհասցրվի պատշաճ ընդունվի եւ այս կարգավորումները ուղղակիորեն կգործեն մինչեւ նոյեմբերի 1-ը, հա, ներկայիս գործող վերջնաժամկետը թե ոչ, դժվարանում եմ ասել, ամեն դեպքում նման միտում կա։ Բայց նախագծի մասով եւս կցանկանամ շեշտել, որ այսպես բացարձակ пассивություն քաղաքացիների կողմից եւս չի կարող դրսևորվել, ինչի որովհետեւ պետք է ամեն դեպքում քաղաքացին, անգամ այդ կենսաթոշակառուն, պետք է ուշադիր լինի հետևի ժամկետներին, հասանելի է
այդ կոնկրետ ժամանակահատվածում։ Վերջնաժամկետ ամեն դեպքում գոյություն ունի, որ կենսաթոշակառուն պետք է էլեկտրոնային տարբերակով մուտք գործի, հայտարարագիր ներկայացնի, հետո այնքան հետևողականություն դրսևորի, որ տեսնի ամեն ինչ ճիշտ է, ավելացնելու ինչ որ բան ունի, թե ոչ, որքանով է դա տրամաբանված։ Այո, իրականում բեռը ամեն դեպքում քաղաքացու վրա է հետևելու, սահմանված ժամկետում հետևելու։ Եթե մենք հիմա գործ ունենք առավել եւս տարեց այնպիսի անձանց հետ, ովքեր միայնակ են ապրում եւ նման դեպքում բացի կենսաթոշակ ստանալուց մարդը ամբողջ կյանքում չի մտածել, որ մի օր կարող է նման պարտականություն դրվի իր վրա, չգիտի էլ ում դիմի, որ մարմնին դիմի, որ իրեն աջակցի, մարդիկ սովորեն ոչ էլեկտրոնային հաղորդակցման։ Իհարկե այս շրջանակի համար իհարկե շատ մտահոգիչ է այս ամբողջը, ամեն դեպքում հետ քայլ որպես այդպեսին համընդհանուր հայտարարագրից ես կարող եմ փաստել, որ չի գրանցվել նախագծի բովանդակությունները ավելի հեշտացնելու գործընթաց է սկսել պետությունը։ Իհարկե նախագծի տրամաբանությունը, որ նայում ենք, որոշակի հասանելիություն պետական եկամուտների կոմիտեին ամեն դեպքում տրվում է այն տեղեկատվական բազաներին, որոնք օրինակ նախկինում չուներ հասանելիություն, դրանք են վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, կենտրոնական դեպոզիտարիան, եւ այս դեպքում նախագիծը թույլ է տալիս, երբ անձը հայտարարատու անձը համաձայնություն տա, այդ դեպքում պետական եկամուտների կոմիտեն ինքն էլ ավտոմատ ձեռբերի գեներացնի եւ մնացած շղթայով հայտարարագիրը համարվի հանձնված, եթե անձը համաձայն է այդ տվյալների հետ։ Լրիվ այլ բան է, որ պետական եկամուտների կոմիտեն արդյոք իր ռեսուրսներով կկարողանա այդչափ մեծ աշխատանք իրականացնել։ Դա հարց է, այո։ Դա հարց է, իհարկե։ Վերջի վերջո հայտարարագիր քաղաքացին ներկայացնում է մինչ նոյեմբերի 1-ը, թե ոչ։ Գործող կարգավորումներով դեռևս նախատեսված է վարչական պատասխանատվություն, հետևաբար այդ ամեն ինչ խուսափելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտարարագիրը։ Իհարկե որոշակի հուսալ, որ մինչ նոյեմբերի 1 օրինակ նախագիծը կընդունվի եւ մեզ կազատի այդ պարտականությունից։ Որը որ նաեւ զուգահեռ նախատեսված էր վարչական պատասխանատվության վերացումը։ Այսինքն բոլոր այս տարանկալումներով հանդերձ այսօր կարող ենք փաստել, որ այնուամենայնիվ քրեական պատասխանատվություն վրա չի հասնելու ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիրը չներկայացնելու պարագայում, բայց վարչական պատասխանատվությունը դեռևս գործում է։ Այո, եւ ես կարծում եմ մեր հեռուստադիտողները նաեւ պետք է իմանան, որ եթե անգամ նախագիծը օրենքի տեսք ստանա եւ ուժի մեջ մտնի, հայտարարագիր չներկայացնելու դեպքում իրենք չեն կարողանում այլևս ներկայացնել կրթության եւ առողջապահության համար ծախսված գումարները հետ ստանալու դիմումը եւ բնականաբար չեն կարողանալու նաեւ այդ գումարները ստանալ։ Սա այն իրավական հետևանքն է, որը ձեզ սպառնում է հայտարարագիր չներկայացնելու դեպքում, անգամ օրենքի ուժի մեջ մտնելուց այդ կարգավորումը եւս գործելու է։ Ես առաջարկում եմ անցում կատարել երկրորդ դրվագին, երբ մեր քաղաքացին նշում էր, որ պաշտոնատար անձ է, մոռացել է հայտարարագրի մեջ նշել, որ փոխառությամբ տրված գումար ունի, ինքնուրույն լրացնելու դեպքում կարող է ազատվել պատասխանատվությունից եւ եթե չլրացնի, հենց այդպես էլ թողնի, ինչ իրավական հետևանքների հետ կարող է բախվել, ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության հարց կարող է բարձրացվել։ Իրականում, քանի դեռ հայտարարագրում հայտնաբերված չէ խնդիրը, իսկ հայտնաբերումը լինում է օրենքով սահմանված հիմքերի արգայության դեպքում, կատարվում է վերլուծություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, հետո նոր խնդիրը հայտնաբերվում է։ Քանի դեռ հայտնաբերված չէ խնդիրը, անձը ինքնուրույնաբար կարող է դիմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նշելով դրդապատճառները, թե ինչու այս տվյալը չի հայտարարել անփութության հետևանքով, որպես կանոն գործնականում նաև այդպես է լինում, եւ հստակ նշելով որ տվյալով է ուզում փոխարինել, արդյունքում հանձնաժողովը քննում է դիմումը եւ թույլատրում է փոխել։ Չի թույլատրում փոխել այն դեպքերում, երբ որ ինքը արդեն իսկ իր գործիքակազմով հայտնաբերել է, օրինակ հայտարարագրի վերլուծության արդյունքում կա վարչական վարույթ հարուցված, ընթանում է հայտարարագրի վերլուծություն, կամ եթե հարցում է կատարում գլխավոր դատախազություն եւ այստեղից պարզվում է, որ տվյալ հայտարարագիրը որպես ապացույց անցնում է քրեական գործով, այդ դեպքում մերժվում է։ Շատ լավ, ստացվում է, որ այդ դեպքում արդեն քրեական գործ հարուցելու գործընթացի առաջ է կանգնում քաղաքացին։ Ըստ էության նայած փոխհարուցության գումարը ինչ չափի սահմաններում է, 2022 թվականի հուլիսի 1-ից գործող նոր քրեական օրենսգրքով մենք ունենք առանձնապես խոշոր չափ հասկացությունը հայտարարագրման գործընթացում, երբ հայտարարագրում
տվյալները կեղծելը կամ հայտարարման ենթակա տվյալը թաքցնելը, որը որ առանձնապես խոշոր չափով գույքի եկամուտների կամ ծախսերի չներկայացման է հանգեցրել, արդեն իրենից ներկայացնում է հանցակազմ այն բոլոր դեպքերում, առանձնապես խոշոր չափը դա գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես կարծում եմ մեր քաղաքացիները ստացան իրենց ուզող հարցերի պատասխանը։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ մեր հեռուստադիտողների համար հատուկ ընդգծեմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարևոր է իմանալ։ Ձեր էկրաններին կրկին հայտնվել են հեռախոսահամարներ, որոնցով կարող եք զանգ տալ մեզ կամ գրել մեր Facebook-յան էջին, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։ Կհանդիպենք հաջորդ կիրակի 20:20-ին։